Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Բարև ձեզ պարոն Դանիելյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Դանիելյան, խոսենք Սրբազան շարժումից։ Շարժումը շարունակվում է այս պահին եւ ինչու է Բագրատ Սրբազանը միայն ուղերձներ հղում, այլ հստակ քայլեր չկան։ Իհարկե շարունակվում է, ես համաձայն չեմ դրա հետ, որ քայլեր չկան, քայլերը արվում են, պարտադիր չեն քայլեր ինչ որ արվում են, լինեն հրապարակային, բայց կարծում եմ հրապարակային էլ բավականին աշխատանք արվում է, Բագրատ Սրբազանային անձնավորությունը, որ անձնվիրաբար մեր հայրենիքին իր ոչ միայն քարոզներով, ոչ միայն հոգևոր խոսքով, այլ նաև առաջնորդի իր շատ կարևոր հատկանիշներով եւ տարբեր, այսպես ասած, խնդիրների շուրջ իր տեսակետն է հայտնում եւ նաեւ ակտիվ դերակատար է եւ շատ կարևոր աշխատանք է տարվում եւ առաջիկայում դուք նաև ականատեսը կլինեք շատ հետաքրքիր զարգացումների։ Ձեր պայքարի նախկին ընկեր Սուրեն Պետրոսյանն ասում է, որ այս իշխանությունն ունի երկու, այսպես հենարան, արտաքինը դա թուրքական աշխարհն է, ներքինը դա խորհրդարանական ընդդիմությունը եւ մինչեւ ընդդիմափոխություն չլինի, պետք է մոռանալ իշխանափոխության մասին։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Իսկ ինքը որ այդ պայքարին մասնակցել է իր աջ ու ձախ կողմերը չի նայել, տեսել ովքեր կան այդ պայքարում, որ եկել է միացել այդ պայքարին, չի տեսել ովքեր են այդտեղ, այսինքն ինքը այդ հենասյուների հետ է անարել, քայլել կամ այդ հենասյուների կողքն է եկել կանգնել։ Ինքը ասում է, որ հետո տեսնելով թե ինչ է կատարվում, ինչ պետք է տեսնել, միջև այդ ինչ ակնհայտ չէր, որ ես օրինակ հայ հեղափոխական դաշնակցության անդամ եմ, Հայաստան դաշնքի падգամավոր եմ, ակնհայտ չի եղել։ Ինչ կա այդտեղ ոչ ակնհայտի։ Չի կարելի այտենց ճանապարհ անցնել, հետո ասել այսպես չի, այնպես է։ Նա ասում է, որ հասկացավ, որ այսպես պայքարը ոչ թե հայրենիքի փրկության համար էլ իշխանության գալու եւ երկրորդ նախագահի համար անընդունելի էր, որ երրորդ նախագահը լգա իշխանության աջակիցների ներողություն եւ հակառակը։ Շատ բարձ եւ նախագահները եւ կուսակցությունները ասել են, որ իրենց աջակցությունն են հայտնում տարբեր կուսակցություններ այդ թվում, իրենց աջակցությունն են հայտնում Սրբազան շարժմանը եւ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին տեսնում են ժամանակավոր կառավարության ղեկին, իրանատեղ ինչ չի դուր եկել։ Ինքն ինչ կա այդտեղ զարմանալի, եթե դու ուզում ես երկրում իրավիճակ փոխես, բարձա չէ, որ պետք է ձգտես գաս իշխանության, այդտեղ արգահատելին որն է, որ պահը չի հասկացել չեմ կարող հասկանամ։ Եթե դու ուզում ես, որ կրկնվում եմ, բայց եթե դու ուզում ես, որ այն իրավիճակը, որ հիմա կա, բեկես, շտկես, փոխես, որովհետև այն իրավիճակում ինչ որ մենք հայտնվել ենք, դա կատաստրոֆա է։ Մենք տեսնում ենք ինչ իրավիճակում ենք հայտնվել եւ եթե ուզում ենք շտկենք, ինչ գործիքակազմեր լինի, չէ՞, քո ձեռքի տակ որ կարողանաս շտկես եւ բնականաբար պետք է ձգտես իշխանության, այսինքն այդ իշխանության գալը ինքնանպատակ չի, իշխանության գալը դա հետագա զիջումները կանխելու, դա իշխանության գալը Հայաստանի այս թրքացման վտանգից ձերբազատելու եւ Հայաստանում արդար միջավայր ստեղծելն է, որը որ հիմա ոչ մեկը կա, ոչ մյուսը կա, մենք տեսնում ենք իշխանություններն են իր ճանապարհով են գնում, ակնհայտ արդեն պարզ ասում են, որ մենք գնում ենք դեպի Թուրքիա եւ եթե ոչ իշխանության գալը, այլ ինչը կարա ասենք խոսքի օրինակ կանխետ ամեն ինչ, նորմալ բան է, ես զարմանում եմ թե մարդիկ խնդիրը ինչն է, չեմ կարող հասկանալ։ Երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև կարծես թե այսպես հրաձգություն է սկսվել, մեղադրանքներ փոխադարձ, վեճեր, ինչից է սկսվել սա եւ արդյոք սա չի վնասում հենց ընդդիմությանը։ Միթե հայրենիքի շահն ավելի կարեւոր չէ, քան սեփական ամբիցիաները։
Տեսեք, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ չեմ կարող նախ ասել ինչից է սկսել, որտեղից է սկսել, բայց ես բազմաթիվ անգամներ ասել եմ, այն մարտահրավերները, որ կա մեր երկրի առջև, կանգնած այդ մարտահրավերները հաղթահարելու համար կարողական տարբեր ուժերի համատեղ միասնական ջանքերով պայքարի արդյունքում է։ Հենց որ ես ամիսներ շարունակ եւ տարիներ շարունակ դա ասում էի, որոշ մարդիկ կային, որոնք որ ասում են, դե ինչ միասնականության մասին է խոսքը, ձեր խոսքերը ես եմ կրկնել, ես եմ ասել։ Բայց ասում են չկա, ինչ ասենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանից զրկելը դա օրակարգ չի, օրակարգը չէ, օրակարգի շուրջ պիտի հավաքվեն, բայց ինչպես որ նաև ցավոք պիտի արձանագրեմ, որ այս դու ձեր ասած այս երևույթները որ կան, ինձ համար որպես մարդ, որը որ եւ սրբազան պայքարի շրջանակներում օրինակ ես եւ սրբազան հայրը եղել ենք այն մերանը, որը որ կարողացել ենք անգամ մեր գաղափարական հակառակորդներին, անգամ այն մարդկանց, որոնք որ մեզ անվանարկել են, բանեն արել, կարողացել ենք մի մթնոլորտ ստեղծել, որ այդ մարդկանց ասել ենք նոր էջից ենք սկսում, հայրենիքի ճակատագիրն ասեմ, հայրենիքի փրկությունն ասեմ, ամեն ինչից վեր է։ Այսինքն հիմա Հայաստանում ստեղծել է մի իրավիճակ, որ առանձին վերցած ոչ մի քաղաքական ուժ կուսակցություն չի կարող այդ մարտահրավերները հաղթահարի, որովհետև այնքան ենք խնդիրների, խնդիրների մեջ ասած խորացել եւ արագ տեմպերով անդունդ են գլորվում, որ բանը։ Եվ ինձ համար գիտեք ինչ մեծագույն ցավը կայանում է նրանում, որ օրինակ հարցադրումներից հետո հարցադրումներ կարող են լինել, այսինքն քննարկումներ կամ խոսակցություններ կամ հարցադրումներ կարան լինեն, այդ հարցադրումների պատասխանները կարան բավարարեն կամ կարան չբավարարեն, դա անգամ լինում են նույն կուսակցության ներսում, կարող են լինել մարդիկ, որոնք որ այս կամ այն քաղաքականության կամ այս կամ այն խնդրի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենան, բայց այդ կարծիքները երբեք չպետք է վերածվեն թշնամանքի ատելության եւ որոշակի գծեր կա այդ գծերը անցնելուց հետո արդեն գալիս ենք անդառնալիության մի կետի, երբ որ արդեն վերադարձը շատ ավելի մեծ ջանքեր, ճիգեր եւ չգիտեմ տիտանական աշխատանք է պահանջելու դրանից հետո ինձ համար ամենացավալին դա է, որ հնարավոր է նաեւ ինչ որ մի իրավիճակ լինի, որ այդ իրավիճակը արդեն լինի անդառնալի չգիտեմ ինչ որ բան կար, որին ես չպատասխանեցի, եթե ինչ որ հարց կար, որին չպատասխանեցի, խնդրեմ, բայց իմ մոտեցումները ինձ թվում է կարողացա ներկայացնել։ Երկրորդ եւ երրորդ նախագահները կարծես ինչ որ բան չեն կիսում։ Ինչպես է ստացվել, որ օրինակ Բագրատ Սրբազանի հարցում նույն հայտարարի են եկել, թե Բագրատ Սրբազանը նրանցից մեկի թեկնածուն էր։ Չէ, չկիսելու հարց չկա, չգիտեմ, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ինձ թվում է հարցադրումն էլ ճիշտ չի, կիսելու, այսինքն այս իրավիճակում, երբ որ Ադրբեջանը օրինակ ասում է, որ մենք պահանջ ենք ներկայացնելու, որպեսզի Արցախյան պատերազմի կարևորագույն դեմքերին, մասնակիցներին, որ կերտել է Արցախյան ազատամարտը, այդ մարդկանց պիտի, այսինքն արտահանձվեն եւ դատվեն Բաքվի բանտում, այս իրավիճակում ինչի մասն է խոսքը։ Եվ կներեք հաջորդը ինչի համար եք ասում։ Ինչպես ստացվեց, որ Բագրատ Սրբազանի հարցում հայտարարեք եկան։ Բագրատ Սրբազանի հարցում աննախադեպ մի իրավիճակ ստեղծվեց, երբ որ այլ կրկնում եմ, էլի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գրեթե այդպեսի ուժ կուսակցություն կամ պաշտոնյա չկար, սկսած նախկին վարչապետներից, մեծամասամբ եւ քաղաքական կուսակցություններից իրենց աջակցությունը հայտնեցին, որովհետեւ կարծում եմ, որ ստեղծվել էր մի մթնոլորտ, որտեղ որ կարողացել ենք մենք այդ մթնոլորտը ստեղծել, որ այդ միավորումը տեղի ունենա եւ կարծում եմ, որ հենց սրբազան պայքարը իր առաքելությունը, որ դուք նոր ասում եք,
մեկ չէ, իր առաքելությունը դեռ չի ավարտել եւ անելիք ունի եւ այս շրջանակներում նաեւ Սրբազանի դերը հենց ամենակարևոր դերակատարություններից մեկն էլ հենց այդ միավորողի դերն է եւ կարծում եմ, որ առաջիկայում դա նորից էլի տեղի կունենա։ Եթե ընտրական գործընթացներում Բագրատ Սրբազանը եւս մասնակցություն ունենա, դուք կառաջադրվեք դաշնակցության ցուցակով թե Բագրատ Սրբազանի։ Ես նախ հայ հեղափոխական դաշնակցության անդամ եմ, իմ կուսակցության որոշումները եւ ես մանդատս վերցրել եմ կուսակցության որոշումով եւ իմ գործունեությունը շարունակում եմ կուսակցության որոշումով, դաշնակցությունը այն կուսակցությունն է, որին ես անդամագրվել եմ դեռ արդեն երևի 25 տարուց ավել ես այդ կուսակցության մեջ եմ եւ իմ կուսակցության որոշումները ինձ համար ամենակարևորն են։ Իհարկե Սրբազան հայրին ինձ համար շատ կարևոր մարդ է, թե որպես հոգեվոր առաջնորդ, թե որպես տավուշում այն հարաբերությունները, որ ստեղծվել են իմ ու Սրբազանի միջև, ինձ համար շատ ու շատ թանկ են, բայց դա ես չեմ էլ կարծում, որ Սրբազանը ինչ որ ընտրական process-ների մասնակցի, բայց համենայն դեպս դա քննարկման ենթակա չի։ Մարտի 35-ին Գյումրիում տեղի ունենալու թիմ ընտրություններ։ Ինչու դաշնակցությունը չի մասնակցում այդ ընտրություններին։ Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որ նախ դաշնակցությունը ուզում էր, որ միասնական ճակատով հանդես գանք Գյումրիում, դա տեղի չունեցավ, մենք միշտ եղել ենք եւ Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ էլ փորձում ենք այդ պլատֆորմը ձևավորել, ցավոք չստացվեց եւ նաեւ Գյումրի ընտրություններում մենք ի սկզբանե դրա ջատագովն էինք եւ մենք որոշեցինք, որ մենք պետք է աջակցենք այն ուժերին, որոնք որ հիմա արդեն հայտ են ներկայացրել Գյումրի ընտրություններին։ Ում եք աջակցում կոնկրետ։ Դե հայտարարություն տարածված է, այդ հայտարարության մեջ պարզականահայտ երևում է, որ մենք ընդդիմադիր ուժերին ենք աջակցում եւ մեր կառույցը օրինակ նույն, ասենք, տեղական կառույցները որ կան, կոմիտեները որ կան, կոմիտեները իրենք ունեն իրենց լիազորությունները աջակցել իրենց նաեւ որոշումներով աջակցել նրան, ում որ հարմար են գտնում։ Ընդդիմադիր, իհարկե ընդդիմադիր տեխնացուները։ Բոլոր ընդդիմադիր տեխնացուները։ Դե իրենք են որոշում, կոնկրետ իրենց որոշելիք հարցն է, կոնկրետ Գյումրի կառույցի որոշելիք հարցն է։ Այդ առումով դաշնակցությունը ապակենտրոն կառույց է եւ այդ լիազորությունները բարձրագույն ղեկավար մարմինը տալիս է եւ իրավունք ունեն ազատ որոշելու։ Իհարկե դաշնակցության ծիրից չշեղվելով բնականաբար։ Պարոն Դանիելյան, Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների կեղծ դատավարությունները, Ռուբեն Վարդանյանն արդեն 24 օր հացադուլ է իրականացնում։ Ինչ կարող է անել կառավարությունը, որ չի անում հայ ռազմագերիներին հետ վերադարձնելու կամ գոնե նրանց խոշտանգում այսպես թույլ չտալու համար, արդյոք սա քաղաքական վրեժխնդրություն է։ Նախ սկսենք նրանից, որ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման եւ ցեղասպանության պարագայում, երբ որ այդ դեպքերը տեղի էին ունենում Արցախում, կառավարությունը որևէ մի քայլ չձեռնարկեց, որպեսզի գաղտնիության դոստուպ ունեցող մարդիկ, որոնք որ երկար տարիներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն են եղել, այդ մարդկանց այդտեղից տարհանելու, այդ մարդկանց թույլ չտալու, որպեսզի հայտնվեն Ադրբեջանի բանտերում։ Այդ մարդիկ գիտակցված են գնացել այդ քայլին, գիտենք ինչի համար են գնացել, քանի որ խնդիր էր դրված, որ եթե իրենք չհանձնվեն, այնտեղ մարդիկ կային, որոնք որ տարվել են եւ պահվել են, այդ մարդկանց տանելու են ադրբեջանական բանտեր եւ այդ մարդիկ հիմա ադրբեջանական բանտում են, այս իշխանությունների լուր համաձայնությամբ, հանցավոր անգործությամբ, անունը ինչ ուզում եք դնեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատասխանատու էին այդ մարդկանց եւ որևէ մի քայլ չձեռնարկեցին։ Հակառակը կարծեք թե նպաստեցին, որ այդ մարդիկ հայտնվեն Ադրբեջանի բանտում։ Իսկ Ադրբեջանի բանտում հայտնվելուց հետո տեսակ քանի զիջումներ արեց հայկական կողմը։ Տավուշյան այդ դեպքերի ժամանակ, երբ որ եւ տարածքային զիջումներ արեցին, եւ ականապատված քարտեզներ տրամադրեցին,
եւ ուրեմն գերության մեջ գտնվող մարդկանց ուրեմն հանձնեցին Ադրբեջանին, այսինքն բազմաթիվ զիջումներ արեցին, հիմա էլ նորից էլի շարունակվում է այդ զիջումները, բայց որևէ մի բառ, որևէ նախադասություն չկա այդ մարդկանց այնտեղից ազատ արձակման։ Այդ երկրորդը։ Երրորդը միջազգային ատյաններում արդեն հայցերի հետ քաշման լուրեր են լսում, երբ որ ամբողջ կազմը հրաժարական է տալիս եւ այս պարագայում մեղմ ասած զարմանալի է, թե այդ որ աղաղակում են ասում դե Հռոմի ստատուտը որ ընդունենք, մենք այդ հայցադիմումները բանը Ալիևին կկանչենք պատասխանատվությամբ, մեր գերիների համար դա կարևոր է, որ մենք նաեւ դրանով ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, ուր այդ ճնշումը, կա այդ ճնշումը, չկա։ Ես էլի կարամ օրինակներ բազմաթիվ բերեմ միջազգային տարբեր դերակատարների, կազմակերպությունների, կառույցների, որոնք որ հետեւյալ են ասում, եթե ձեր իշխանությունները մատին չի տալիս եւ չի բարձրաձայնում այն ամեն ինչ որ տեղի է ունենում, մեզնից ինչ ակնկալիքներ դուք ունեք, այսինքն առաջին հերթին պետությունը պետք է պայքարի, արտգործնախարարությունը պետք է պայքարի, իրենք պետք է բանակցեն այս ուղղությամբ եւ նաեւ լսում ենք, որ օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ հայտարարեց, որ այդ մարդիկ կարծես թե պաշտոնական Երևանին, այսինքն իշխանություններին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք չեն Հայաստանում։ Եվ էլի բազմաթիվ մարդիկ են հայտարարություններ արել։ Եվ այս ընթացքում ինչ ենք լսում իրենց կողմից, մեր իշխանական շրջանակներն ասում են, դե լավ պայմաններում են այդ մարդիկ, այն պարագայում, երբ որ խոշտանգումների կտանքների են ենթարկվում, որ տարական այդ մարդկանց իրավունքները չեն պաշտպանվում։ Մենք պետությունը բա ինչի համար է։ Բա դու որպես պետություն ինչ ես, բա դու որպես ղեկավար ինչ ես։ Ինչ Ալիևը քեզ էլ հիշենք ինչ էր ասում, էլի հարբեցող ծաղրացուն, այնինքն մեր նաև այստեղ կարևոր հանգամանքներ կայանում են նրանով, որ ոչ թե այդ մարդկանց են այնտեղ դատում, այս բոլորիս են այնտեղ դատում, ոնց որ նաև ասես Ռուբեն Վարդանյանը այստեղ հայ ժողովրդի հավաքական հայ ժողովրդի դատական process-ն է գնում Բաքվի բանտում։ Եվ այս պարագայում աչքերը փակել, ականջները փակել եւ ջայլամի քաղաքականություն վարել, որ ոչ մի բան չի կատարվում, դե մարդիկ են էլի։ Այսինքն ես ոչ մի հայ մարդու չեմ ցանկանա Ադրբեջանի բանտում հայտնվի, բայց նման խոսողներին ուզում եմ այն կարգավիճակում որ կան գոնե մի ժամ, երկու ժամ այնտեղ լինեն, որ պատկերացնեն ինչա, որ մեկ էլ տես մեկնաբանություններ են գրում դե լավա որ այնտեղ են, ես ոնց եղավ որ մենք մեր մեջ կան այդպիսի նժդե ասում հայ տատանք, որ նման ձևով վերաբերվի հայ մարդուն։ Այնտեղ եւ ռազմաքաղաքական ղեկավարությունն է, եւ ինչպես գիտեք, նաեւ էլի գերիներ կան, որոնք որ նաեւ Բաքվի բանտերում են, չէ՞։ Մինչև հիմա մեզ կոնկրետ թիվ էլ չգիտեն ինչքան մարդ է Բաքվի բանտում։ Մինչև հիմա խնդիրներ կան, չէ՞, միջթեմայից շեղվում են մասունքների հետ կապված, խորհրդանում լսումները եւ եկել էին մեր անհետ կորած զինվորների հարազատները, որոնք որ չգիտեն ինչ կարգավիճակում են իրենց երեխաները։ Երբ որ ասում են, որ դեպքեր կան, որ ահասարսուր գիտեն, որ իրենց զավակի ոտքի չափը եւ ուրիշ մի աճուն են տվել այդ մարդկանց, լրիվ իրան հետ չհամապատասխանող, այսինքն ամեն հարցում սրանք դրսևորում են եւ անփութություն, եւ անգործություն, եւ այսպես ասած շատ ժամանակ նաեւ արդեն իսկ ռազմագերիների հարցով մեր ես կարծում եմ որ որևէ մի առումով շահագրգռված չեն որ այդ մարդիկ կան եւ անգամ հասարակ ապրումակցումը չունեն։ Մենք մարդկային ապրումակցություն չունեն, ասում են ինչ արել, նորմալ ասում է, նորմալ է, դե մենք տեսնում ենք չէ՞ այդ մարդկանց տեսք ինչ կա, հյուծված, այդ մարդկանց խոշտանգումների ենթարկած, բա Պետրոսի մոտ հարցազրույց էր տվել, չէ՞, ասում էր, ես տեսա մի հատ խոսամ Ադրբեջանը կպայթեցնեմ։ Միշարոց նաև այդ եթերը չգնաց չհեռարձակվեց, բա պայթեցնեիր։ Բա դու ով ես, բա դրանից հետո որ մի ղեկավարն է քեզ հարգելու, որ մի պետության առաջնորդն է քեզ հարգելու։ Բայց այդ մարդկանց անձնագրի մեջ գրած է, չէ՞ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են
պաշտպանել հայ մարդու այդ անձնագիր ունեցողի իրավունքները եւ ամեն ինչ անեն։ Մենք տեսնում ենք, չէ, եթե մի երկրի քաղաքացի խնդիր ա ունենում մեկ այլ երկրում, ինչ անում այդ երկիրը։ Ինչ է անում, կապ չունի իր ծավալները, չգիտեմ, էլ չեմ ասում, ասենք այն գերհզոր պետությունների։ Ամեն ինչ անում է, որ այդ մարդը օր առաջ լինի ազատության մեջ, բայց մեր մոտ հակառակն է։ Մեր մոտ շատ ժամանակ վախենում են, որ այդ մարդիկ Ադրբեջանի բանտից կարող գան եւ այստեղ շատ բաներ ասեն, խոսեն։ Այսինքն քաղաքական վրեժխնդրություն տեսնում եք։ Իհարկե տեսնում եմ եւ նաեւ ասենք հարց ու պատասխանի ժամանակ էլ այդ հարցը տրվում եւ տեսնում ենք իրենց պատասխանները ինչա ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդանյանից հարց են տալիս ասում են ինչ գործուներ ինքը Արցախում պետք է հասկանանք էս անենք այն անենք ու դրա հիման վրա այդ մարդու քրեական գործերը Բաքվի բանտում ավելանում են Իսկ պարոն Դանիելյան պատրաստ եք արդյոք գերիների հարցով այսպես համագործակցել կառավարության այս իշխանության հետ Ինչ համագործակցես Այսինքն օրինակ մեր հայդատի գրասենյակները աշխարհով մեկ կոնկրետ աշխատանք են տանում տարբեր երկրների իշխանությունների հետ, կառավարությունների հետ աշխատանք են տանում, շատ կարևոր աշխատանք են տանում Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մերձավոր Արևելքում, տարբեր երկրներում իրենց գործունեությամբ նպաստում են, որ մարդիկ ազատ արձակվեն, հսկայածավալ աշխատանք է արվում, նույն Թրամփի ադմինիստրացիայի հետ էլ աշխատանքներ տարվում, դուք գիտեք, ես վերջերս էլ ընտրություններից հետո էլ հեռախոսազանգ եղավ Արամ առաջին կաթողիկոսին Եվ դա աշխատանքի արդյունք է, այսինքն այդ ամեն ինչը, երբ որ Կանադայի արտգործախարարը հայտարարություն անում, մենք տեսնում ենք Շվեյցարիայի նաև դիրքորոշումը, ու տարբեր երկրների Ֆրանսիայի, եւ սա աշխատանքի արդյունք է։ Դուք պատկերացնում եք, եթե այդ մեր կառույցներն են կարողանում նմանատիպ աշխատանք անել, այդ գրասենյակները կարողանում են նման տիպի աշխատանք անել, իշխանությունը ինչ էր կարող անել Շատ ավելի, տասնապատիկ ավելի իշխանության հնարավորություններն ու կարողությունները շատ ավելի մեծ են, բայց այս առումով մենք չենք տեսնում որևէ մի տեղաշարժ, որևէ մի քայլ, որևէ մի գործունեություն, չկա, մի բան ասեք, ես ասեմ հա, այս մարդիկ արել են, չկա, չենք տեսնում, ոչ այդ ամեն ինչը տեսնում ենք կուլիսների հետևից, ոչ էլ իրանց նաև գործունեության մեջ ենք տեսնում այդ ամեն ինչը եւ ինչի շուրջ համագործակցես։ Պետք է տեսնես, որ այդ մարդիկ ուզում են, ու մտածես համագործակցի բանա ինչ որ ձևով, ասենք, այդ աշխատանքները համատեղես թե չէ։ Այսինքն դրսի աշխատանքների մասն է էլի խոսքը։ Միշտ էլ անկախ ամեն ինչից, ես ձեզ մի բան էլ ասեմ, անկախ ամեն ինչից, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, երբ որ դաշնակցականները բանտում էին, մեր կառույցները պետության համար, երկրի համար շատ կարևոր աշխատանքներ էին տանում եւ անգամ այդ պարագայում հաշվի չէին առնում։ Այսինքն որ իրենց ընկերները այդտեղ բանտում են, բայց այս իշխանությունները կներեք, բայց հայկական շահ չեն սպասարկում։ Սրանք թուրք-ադրբեջանական շահերն են սպասարկում եւ մենք տեսնում ենք, չէ, նաեւ դրա շարունակությունը ոնց է, ինչա կատարվում հիմա։ Ալիևը հայտարարում է, կես ժամ հետո այդտեղ ասում են որոշեցինք, որ սահմանադրությունը փոխենք։ Ալիևը հայտարարություն անում, ասում են մենք դե հասկացանք, որ մենք անկախության հռչակագիրը մեզ խանգարում է։ Ալիևը հայտարարություն անում, այդտեղ ասում են, բա գիտեք ինչ կա, սա բան է, ադրբեջանական տարածք է։ Այս ամեն ինչ այնքան ակնհայտ է, հիմա էլ նաև լուրեր ենք ստանում, որ ճիշտ այս անդադասում են խաղաղության պայմանագրի մասին եւ այլը, մենք լուրեր ենք ստանում, որ Ադրբեջանը նորից էլ հերթական պահանջները հնարավոր է ներկայացնի Հայաստանին։ Այդ հայցերի հետ քաշումը դե արդեն իսկ փաստ է եւ այդ դրա մասին ենք, չէ՞, մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք, ասել ենք այդ հայցերի մասին, ասել ենք այդ պահանջների մասին, չի բացառվում, որ Ադրբեջանը նաեւ
ռեպարացիաների պահանջը ներկայացնի, այսինքն այդ պահանջները անհատնելի են, անգամ եթե թղթի կտորներ ստորագրվի, դրանից հետո էլի Ադրբեջանը բազմաթիվ էլի այլ պահանջներ ա ներկայացնելու։ Իրենք պարզ են ասում, ախր Ադրբեջանը ունի մի, այսպես ասած, մի բան, որը որ մենք պետք է այդ առումով մեզ համար պետք է շատ ակնհայտ լինի, որ Ադրբեջանը իր նկարտումների մեջ, իր ցանկությունների մեջ բացեբաց է եւ որևէ մի կերպ չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի հանդեպ։ Ասում այդ ամեն ինչ։ Եվ գնում այդ ճանապարհով չի բացառվում, որ նաև առաջիկայում նաև այդ Սյունիքի հարցը նորից էլի հիմա էլ տարբեր բաներով, ասպես կոնտեքստներով ասում են նաև, բա գիտեք ինչ կա, սկզբից թուրքական վարորդները կգան, բան կանեն, կանցնես գժանոց էլի չգիտեմ։ Պարոն Դանելյան, եւ ամփոփելով մեր զրույցը, հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստան են հրավիրվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարցազրույցի համար Նիկոլ Փաշինյանի հետ, որի համար բնականաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից է վճարվել եւ ոչ միայն հարցազրույց են վարել, կարծես թե այսպես Հայաստանում շրջայց են իրականացնում, այցելել են նաեւ Մարգարայի սահմանային անցակետ, ինչի մասին է սա խոսում, ինչ է սրանով Նիկոլ Փաշինյանն ուզում ցույց տալ։ Նիկոլ Փաշինյանը կանչել է թուրք լրագրողներին, որպեսզի տեղանքը ցույց տա։ Եթե մի բառով ասեմ, շատ ողբերգական է, չեմ կարող պատկերացնել ոնց կարելի է նման իր քայլերի շարունակությունն է, տեսեք ինչ էր ասում, իրական Հայաստան, պատմական Հայաստան, Արարատ, Արագած, այդ հակադրությունները, ցեղասպանությունը եղել է, չի եղել, հասկանանք, մի հատ տեսնենք ինչ ա եղել, ինչ չի եղել, այս դա հիմա դրա շարունակությունն է, հիմա այդ լրագրողներին բերում է ցույց տա, որ իրենց ստեղի Թուրքիայի ներկայացուցիչը ստեղ ինչքան բարյացակամ է իրանց նկատմամբ, կարծեք թե հին ժամանակներին են գալի, որ դրածոններ կային, չէ, դրածոններից մեկն է, այդ դրածոն ցույց է տալիս, որ դա Մարգարայի բանն անցակետն է ցույց տալիս, Հայաստանի տարածքն է ցույց տալիս, եւ կամած քիչ, գիտեք որ սրանց բանը մոտեցումը որն է, մի հատ այդ Պանդորա արկա որ բացում են, էլի քիչ, կամած դոզավորված, մեկ էլ կտեսնեք, որ մի հատ հետո լրագրողներից հետո կգան մի հատ փորձագետներից հետո կգան, չգիտեմ, տարբեր տիպի գործիչներ, կասեն դե մենք պիտի բարեկամություն անանք, մոռանանք ամեն ինչը, ցեղասպանությունը, պատմական մեր հիշողությունը ամբողջը ջնջենք, դե գիտեք ինչ կա, թուրքական ապրանքներ կգա այստեղ, էժան ապրանքներ կլինի, դե հագուստն էլ էժան կլինի, լոլիկն էլ էժան կլինի, չեք ուզում որ տենց լինի, ժողովուրդ ջան, դե դուք ուզում եք թե չեք ուզում եք որ էժան լոլիկ ուտեք, ուզում եք որ հագուստը էժան լինի, չգիտեմ, հրուշակեղենը էժան լինի, բան, եւ Թուրքիան որևէ մի միջոց չի խնայելու, որպեսզի տնտեսական էքսպանսիայի ենթարկի Հայաստանի Հանրապետությունը։ Իրենց մոտ կա հաշվարկ, թե ինչքան մոտավորապես մի քանի միլիարդ 3-4 միլիարդ դոլար ներարկելով Հայաստանի տնտեսությունը, իրանք ամբողջը կարող են դարձնել թուրքական բանկեր, թուրքական հեռուստաընկերություններ, թուրքական կուսակցություններ, քաղաքական դաշտում եւ Հայաստանի Հանրապետությունը ցավով եմ ասում, բայց եթե մնան այս իշխանությունները, կարճ ժամանակ հետո այդ որ ասում ենք թուրքական վիլայեթը պոզով պոչով չլում, այդ ճանապարհը արդեն բռնել է, այս մարդը ասում է, ես այդ գիրքը դրա համար էր գրկել, պինդ գրկել Էրդողանի գիրքը, որ ասել ես քոնն եմ, սիրելի Էրդողան, ես քոնն եմ եւ ես այդ ծրագրերը իրականացնելու եմ Հայաստանում։ Մոռացել եք, չգիտեմ, այնքան արագ է փոխվում այդ ամեն ինչը, բայց մոռացել եք ինչ էր ասում։ Պատահական չէր ասում, այդ որ ասում էր, այդ ճանապարհներին, այդ խաչերը, այդ գյուղերում, այդ սարերի գլխին այդ խաչերը տեղադրում եք, բան մի հատ ձեր վզին եք գցում, մի հատ էլ խաչը բան եք անում։ Ինչի համար էր անում։ Կարա ասեք։ Այս օրերի համար էր անում,
որ թուրքերին ցույց տար, որ եթե դուք արդեն գաք Հայաստան, ես այդ խաչերը դուք չեք տեսնի, դիսկոմֆորտ չի լինի, հա դիսկոմֆորտ չի լինի, ձեզ ված չեք զգա, հիմա էլ ասում աղոթատեղիներ են ինչ որ բանը ռեստորաններում բանում, ես դեմ չեմ ոչ մի կրոնի նկատմամբ որևէ մի բան չունեմ, Հայաստանը այն երկիրն է, որտեղ որ ազատ կարող են տարբեր կրոնական փոքրամասնություններ իրենց բան, բայց դրա համար կան եկեղեցիներ, իրենց մզկիթներ, տարբեր որ այսինքն սա պլանավորած, սա կազմակերպված քայլերի հաջորդականություն է, որի արդյունքում ոչ թե այսա դա էլ կներկայացնեն, որ հեսա մեր տնտեսությունը կաշխուժանա, հեսա մեծ փողեր կմտնեն Հայաստան եւ այլ, դրա անվան տակ Հայաստանը կթուրքացվի։ Դա իրենց ծրագրի մի մասն է, այդ պանթուրանական ծրագրի մի մասն է, եւ իրենք ասում են նաեւ Էրդողանն ու Ալիևին չեն ասում, ինչը որ մենք չենք ստանա էսկալացիայի միջոցով, այսինքն այդ ռազմական գործողությունների միջոցով մենք կստանանք տնտեսությունը մեզնով անելով, փողեր ներարկելով, տնտեսական էքսպանսիա կոչվածի միջոցով։ Այսինքն դա ֆանտաստիկայի ժանրից չէ, էլի դա քայլերի հաջորդականություն է, որը որ այս իշխանությունները անում են եւ սա մեզ համար ուրեմն ողբերգական եւ շատ սա մեր վերջն ալնելու։ Եթե մենք ուշքի չգանք, չսթափվենք եւ այս իշխանություններին չհեռացնենք, մեզ լավ օրեր չի սպասվում։ Ես ոչ թե վախեցնում եմ մեր հայրենակիցներին, արդեն այդ ամեն ինչը չտեսնելը, այսինքն իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է, գիտենք ինչ կա։ Հիմա ամենակարևորը մեր հայրենակիցները այդ սթափությունը ունենան, այդ իմունիտետը պետք է ունենան, այդ իմունիտետը պետք է լինի, որ դիմակայենք այս չարիքին, այս մարտահրավերներին պետք է դիմակայենք։ Չդիմակայեցինք որպես ազգ, այդ հազարամյակներ շարունակ մենք եկել ենք գոյատևել ենք զրկանքների տարբեր փորձությունների մեջով անցել ենք, բայց եկել ենք հասել ենք այս մի կետի, որտեղ որ արդեն մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվել, որ մեր սթափությունն ու մեր այսպես ասած իմունիտետ ունենալը շատ կարևոր է, որովհետև հետևանքները կարան լինեն անդառնալի, կարող Հայաստան անունով տենց պետություն ինչ որ մի քանի տարի լինի, բայց հայերը լինեն սպասարկող անձնակազմ, թուրքերի եւ ադրբեջանցիների։ Իմիջիալոց նաեւ Վրաստանը ավելի մեղմ ճանապարհով գնալով այդ ճանապարհով, այսինքն թուրքական ադրբեջանական կապիտալ այնտեղ գիտեք որ շատ հատկապես Սաակաշվիլու ժամանակ շատ sense ակտիվ բան արավ տնտեսության մեջ ներգործություն ունեցավ, հիմա վրացիները կրակն են եկել դրան ձեռը, գնացեք Աջարիա, գնացեք տարբեր քաղաքներ, Բաթումի, Փոթի, տեսեք ինչա կատարվում այնտեղ, եւ վրացիներն ասում են մենք ձեռն ենք, մենք դրա ձեռը կրակն ենք, այդ սխալը դուք չկրկնեք, Վրաստանը գնացել է, հիմա արդեն նոր իշխանությունները այդ ռիսկերը կամաց նվազեցնում են, աշխատանք են տանում այդ ուղղությամբ եւ հիմա այն ազգային իշխանությունները, որ ձևավորվել են Վրաստանում, ճիշտ ճանապարհի մեջ են եւ նաեւ այդ սթափության կոչը մեզ են անցում։ Ասում են սթափվեք, քանի ուշ չի եւ մենք այդ սթափությունը պետք է ունենանք։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան զրույցի համար։ Շնորհակալ։ Իմյուրներ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, կհանդիպենք։